Հեշտոցը դա եռաշերտ, էլաստիկ մկանային խողովակ է, որը ներսից պատված է լորձաթաղանթով։ Միկրոֆլորան բավականին բարդ բաղադրություն ունի։ Այն բաղկացած է հարաբերական պաթոգեններից եւ ամենակարևորը լակտոբակտերիաների առկայությունն է, որոնք ապահովում են տեղային իմունիտետը։ Ես բազմիցս անգամ անդրադարձել եմ այն հարցին, թե որ արտադրությունն է համարվում նորմա եւ որը պաթոգեն։ Պաթոլոգիկ արտադրությունը մենք կարող ենք դիագնոզել, մենք կարող ենք ախտորոշել բացառապես քսուկների արդյունքների հիման վրա, այսինքն լաբորատոր հետազոտություններ են կատարվում, բակքնություն, ֆեմաֆլոր սկրին, ինֆեկցիաների վիրուսների սկրինինգը, սովորական օրոգենիտալ քսուկի քննությունը, որոնք մեզ տալիս են հստակ ինֆորմացիա միկրոֆլորայի վերաբերյալ։ Բայց պետք է իմանալ, որ հեշտոցը ունի ինքնամաքրման մեխանիզմ եւ հնարավոր է կինը ունենա գանգատ արտադրություն, սակայն նա այն չլինի պաթոլոգիկ։ Դա հնարավոր է, այո, որովհետև ինքնամաքրման ընթացքում տեղի է ունենում պաթոգենների վերածում եւ լակտոբակտերիաները, երբ որ սկսում են ակտիվ աշխատել, այսինքն մաքրել հեշտոցի միկրոֆլորան, կնոջ մոտ հնարավոր է առաջանա գանգատ։ Այդ իսկ պատճառով գանգատների պարագայում պարտադիր պետք է դիմել եւ անցնել լաբորատոր հետազոտություններ։ Կարծում եմ բոլորը շատ լավ պատկերացնում են հեշտոցը, որտեղ է գտնվում, եւ արդեն պատկերացրեցիք, թե ինչ է իրենից ներկայացնում։ Ես փորձում եմ համառոտ ներկայացնել ինֆորմացիան, եւ եթե դուք ունեք հարցեր, քանի որ թեման բավականին նուրբ է, կարող եք դիմել թե անձնական նամակով, թե կոմենտների տեսքով, եւ սպարտադիր կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։